ձեզ հարգելի լրագրողներ, սկսում ենք այդ խաղային ամբիոնսից, Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Այժմ մարզիչը կհայտի իր խաղի մասին, իսկ հետո կհողենք ձեզ հարցերը։ Հետաքրքիր սցենարով գնաց խաղը, ճիշտ ասած այն բանով, որ սկզբից եթե մի բան պլանավորում ենք, բայց այնպես չի գնում, հետո փորձում ենք ինչ-որ փոփոխություններ անել, թե տակտիկական, այդ առումով շատ հետաքրքիր էր այս խաղը։ Ինձ թվում է, այս խաղի մեջ համ որակ կար, համ շատ էմոցիաներ կար։ Ինձ թվում է, նորից կրկնեմ, մենք արժանի ենք այս հաղթանակին։ Շնորհակալություն, կան հարցեր։ Պարոն Մինասյան, նշեցիք, որ եւ որակ կար եւ էմոցիաներ, Փյունիկի դեմ նախորդ խաղի մասին եք դա ասել, արդյոք առնչվում այդպիսի խաղեր շատ կան, որ եւ որակ կար եւ էմոցիաներ։ Ես շատ քիչ խաղեր եմ նայում, շատ քիչ։ Նույնիսկ մի գաղտնիք բացեմ, ես մեր մոտ այդ վերլուծությունները արտակն անում Մոսեյան, ես նույնիսկ թիմեր կան, ֆուտբոլիստներ կան, չեմ տենց, դրա համար չեմ կարող պատասխանել մյուս խաղերը ոնց են անցնում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ մեր թիմի դեմ այստեղ տրամադրվածության հարցը չի, բայց մեր թիմի դեմ միշտ մրցակիցները փորձում են ինչ-որ մի բան մտածել։ Նույնիսկ թիմ կա, ասենք օրինակ ինքը կարող 10 խաղ 4 պաշտպանով խաղալ, մեր դեմ ինչ-որ միանգամից փոխի սկսի 5 պաշտպանով խաղալ, այդ մեկը ասենց ակնառու երևում է, նկատում եմ ես։ Մյուս խաղերը չեմ կարող ասեմ ոնց են անցնում, բայց ասենց խաղերը հաստատ մեր առաջնությանը օգուտ է, որտեվ նորից կգնեմ, այդտեղ մենակ էմոցիոնալ չէր, որակ էլ կար խաղի, տակտիկական շատ գործողություններ կար։ Օրինակ այն փոփոխությունը, որ արել էր նույն Փյունիկը այսօրվա խաղում, սխեմայի առումով, դիրքերի առումով, մեր համար անակնկալ էր։ Սրանով այս ֆուտբոլը հետաքրքիր է, որտեղ դու պետք է ստիպված ես ռեակցիա տեսնել ամեն ինչին։ Պարոն Մինասյան, մինչև հիմնական ժամանակի վերջի րոպեն մեկ փոփոխություն ենք կատարել, արդյոք դա նշանակում է, որ բոլորի գրեթե բոլորի խաղից գոհ չեք ուզում թիմի ռիթմից գցել, որովհետև շատ բան է ստացվում Արարատի պարոսներ, որ դիմել թիմի երրորդ գոլի։ Դե հենց դրա համար չենք ուզում այդ կոտրեինք այդ ամեն ինչը, որտեղ ամեն ինչ լավ էր գնում, հետո պետք է հասկանանք փոփոխությունը ինչի համար է, ինչ ենք ուզում, թարմություն ենք ուզում, կամ ուրիշ բան ենք ուզում, ամեն ինչ լավ էր գնում, մի քիչ կարող եմ ասել Մատեո Գմադուն լավ չմտավ խաղի մեջ, այն ինչ որ սպասում էինք, բայց մնացած առումներով խաղեր կան, որտեղ նույնիսկ երկու փոխարինումը բավական է, որպեսզի դու կարողանաս խաղը հասցնես իր ավարտին, քո ուզած ավարտին։ Պարոն Մինասյան, մարզիչները սովորաբար կարևորում են այսպիսի հաղթանակները եւ դժվարին խաղում, դժվար մրցակցի դեմ ունեն վերջում գոլի շնորհիվ են հաղթում, թե ինչ կարծիք սա ինչ կպատմի Ռոսի երկնավորից։ Տեսեք, մենք ես ընդմիջման էլ ասացի մեր թիմին, ֆուտբոլիստերին, որ խաղի ընթացքը մեզ թույլ էր տալի, որովհետեւ մենք իրոք հավատայինք, որ այսօր կարող ենք հաղթել, որովհետեւ իրանք լավ էին խաղում, ուղղակի 11 մետրանոց, որի մասին մենք զգուշացրել ենք մեր ֆուտբոլիստերին, որ զգուշ լինեն Տուգանային հրապարակում, որովհետեւ ես չեմ հիշում, երևի 5-6 խաղ ենք խաղացել Փյունիկի դեմ, 3-4 11 մետրանոց եղել մեր դարպասին։ Իհարկե, սենց խաղերը իրանք շատ կարևոր են նաև այն ֆուտբոլիստների համար, որոնք հավաքականի թեկնածուներ են, սա էլ կուզենամ նշեմ, որտեվ այս շատ կարևոր է, այս ճնշումը շատ կարևոր է։ Չգիտեմ ինչքան պատասխանեցի ձեր հարցին։ Աստիկ էմոցիոնալ խաղ է, ու հիմա գալիքորի ընթացքում էլի մի քանի տենց խաղեր են, էլի, այսինքն աղյուսակի ստորի մասից խաղեր չեն սպասվում, կարողանա թիմը էմոցիոնալ խաղից տրամադրել։ Տեսեք, բոլոր թիմերը, կոնկրետ մեր թիմին շատ դժվար է ինչ-որ սյուրպրիզներ մատուցել։ Ես խոսում եմ մրցակիցների մասին, որտեղ հա ինչ-որ բան մտածում են, բայց 2-3 րոպե անցնում է խաղից արդեն ամեն ինչ պարզ է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մենք հիմա ունենք այս խաղը արդեն եթե չենք հաշվում, մենք ունենք 2 խաղ Ուրարտուի հետ, 1 խաղ նորից Փյունիկի հետ սուպերգավաթի ֆինալը։ Այս խաղերին մեզ ավելի շատ պետք է լինելու վերականգնել մեր էմոցիոնալ ֆոնը, որտեղ հաղթանակի ժամանակ էլ դու շատ էմոցիաներ ծախսում, անպայման չի մենակ պարտություն լինի։ Ինձ թվում է, եթե մենք էմոցիոնալ ֆոնը վերականգնեցինք, մեր մոտ տակտիկական գործողությունները եւ ֆիզիկական պատրաստվածությունը լավ մակարդակի վրա է։ Հիմնականում դրա վրա պետք է մենք աշխատենք։ Շնորհակալություն,
Պարոն Տենտոնն ու Շահյանը երկու եզրերում խաղում էին, տեղերը փոխվում էին, պարբերաբար, ինչպես է գնահատում ընդհանուր ֆուտբոլիստների այդպիսի խաղը, երբ երկուսին են տարբեր երկրում խաղում։ Այդ առաջադրանքը իրանք ունեին ի սկզբանե, որ պետքա փոխվեն ու զգալով խաղի ընթացքը իրանք դա անում էին առանց մեզ ասելու։ Տենտոնի խաղին բոլորը ծանոթ եք, չնայած այսօր ինքը իրոք ոնց որ միաշճան վերև բարձրացավ, բայց ճիշտն ասած ինձ ավելի շատ այսօր ուրախացրել է Ժիրայրը Շահոյան, թե գնդակով խաղը ինքը ոնց է խաղում, դա բոլորին պարզ է ինքը, բայց այսօր այն աշխատանքը, որ ինքը տանում էր պաշտպանությունում, ինձ զարմացրեց, հաճելի է զարմացրել։ Ես ցանկացած իմ այդ հարցազրույցի ժամանակ ասում եմ, որ ինքը ահագին մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ռեալիզացնի։ Եթե ինքը կարողանա այս ինչ որ անում էր ոչ թե 60-70 րոպե անել, այլ 90 րոպե անել, իսկ հիմա դրանից ամենաառաջինը շահելու է մեր հայկական ֆուտբոլը հավաքականին նկատի, որտեվ իրոք ինքը մեծ պոտենցիալ ունի։ Ինքը այսօր ամենաշատը ես այսօր հաշիվը ճիշտ է, 3 միավոր վաստակեցինք, բայց երկրորդ կարևոր պահը իր խաղին շատ է այսօր ուրախացրել։ Դե ասացի ինքը պետք է այդ ինտենսիվությունը կարողանա 90 րոպե պահի։ Հա, մենք ինչ ավելի շատ էին գործողություններ մենք ուզում իրանից։ Այդ էր ընդհանրապես պատճառը։ Շահյանի հետ կապված միշտ է որ նա կարողանում է մոտավորապես 60 րոպե այդ աշխատանքը տանել։ Նայ, տեսեք, սենց մի հատ հետ նայենք իր անցած ճանապարհը, հաշվենք ինքը 4-5 տարի է, ասինքն բարձրագույն խմբիշտա տարբեր առաջնություններ է փոխել, եթե հաշվենք թե ինքը քանի խաղ հիմնական կազմում խաղացել, ինչ հաճախականությամբ է խաղացել, մենք ոչ մի բան չենք տեսնի, շատ քիչ բան կտեսնենք։ Իրան պետք է հենց այդ խաղերը, որպեսզի ինքը կարողանա դա հաղթահարի։ Էս է իրան պակասում, այսինքն խաղերի շարունակականությունն է իրան պետք։ Ոչ թե մի խաղ խաղա, հետո միացեն, որտեվ ես 19 թվին, երբ որ ես թիմում էի, ժամանակ ինքը, չգիտեմ, 17 տարեկան էր կամ 18 տարեկան էր, այն ժամանակ, երբ որ ինքը կայուն չէր, դա հասկանալի էր, բայց հիմա արդեն այն տարիքն ինքը պետք է կայունություն ձեռք բերի։